Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, իմ անունը Լևոն է, ես հայ եմ, Հայաստանի քաղաքացի եմ, չնայած այս պայմանությամբ գտնվում եմ Ռուսաստանի Դաշնությունում։ Այս երկու օրը Հայաստանի Հանրապետության տարածքում կատարվում է արցախցի, հայաստանցի, հայ ազգի տարբերումը։ Ուրեմն վիդեո են սարքել, որ մի քանի հոգի Նիկոլ Փաշինյանի հասցեին Ղարաբաղի ակցենտով խոսալուց սպառնում են, որ էս կանենք, են կանենք, են կանենք։ Տիպը տերորիստական ակտ կանենք։ Այս գլխից ասում եմ, դա սխալ բան է։ Ու այս քանի օր նստած ծանր թեթև եմ անում, ասում ինչն է պատճառը, որ արցախցին պետք է սենց վիդեո սարքի։ Ուրիշ բան, որ Արցախը հանձնել էին այդ պայդրությամբ գային, տակ գլուխ գնային մտնեին ինչ-որ հեղափոխություն բան կամ ինչ-որ բան սպառնային, բայց անցել է 2 տարի, մարդիկ արդեն տնավորվել են Արցախի բնակիչները, մեկը գյուղում, մեկը քաղաքում, արդեն աշխատում են, փառք Աստծո, Հայաստանի բնակչությունը, նույն Նիկոլ Փաշինյանը օգնեցին, այդ մարդիկ տնավորվան, տեղավորվան, հիմա բոլի-մենի ամեն իր գլուխը պահում է, բարեկամները օգնեցին, ապրում են։ Արցախցուն ով պետք է տենց բան անել, անելուց պետք է 23 թվականի սեպտեմբերին անեն։ Եթե ժամանակ չեն արել, հիմա ցեն բոլի չեն անի։ Մտածեցի, դե իզուր տեղը չեմ որ զինվորական եմ, ու մի բան հասկացա, որ սրանք ադրբեջանցիք են արել այս վիդեոն, Սաղը դեպի կհիշեք, որ Ադրբեջանում ինստիտուտներում հատուկ հայկական բաժիններ են բացվել, որ ադրբեջանցիք վիդեո անեն, խոսալ սովորեն հայերեն։ Դուրս է գալիս, այս վիդեոն փաստերով որ սենց նայում ես իրար հետևից, դուրս է գալիս, որ իսե Ադրբեջանին է ձեռ տալիս։ Նախ եւ առաջ ինքը Հայաստանի հայ ազգին բաժանում է արցախցի եւ հայաստանցի կրվիծաղի կա գցում մեջները այդ վիդեոյով։ Երկրորդը հնարավորություն է տալիս այդ վիդեոյի հիման վրա Նիկոլ Փաշինյանին ուժերը կոնսոլիդացիա անի, որ ցույց տա հեսա տենում եք Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը բան են անում, տերորիստ են, SNN են, ոչ եմ սենց բաներ են ուզում կազմակերպեն, то есть կարտ բլանշ է տալիս Ալիևը, իմ կարծիքն եմ էդի ասում էլի, այդ վիդեոյով Ալիևը կարտ բլանշ է տալիս Նիկոլ Փաշինյանին ուժերը կոնսոլիդացիա անել։ Ու ես հիմա իմ կարծիքով հիմնավորված, որ սա պատրաստված է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից, որովհետև այդ քանի հոգի որ կայնած է, մենակ մի հոգի է խոսում Ղարաբաղի ակցենտով։ Մենակ մի հոգի։ Մնացածը դրաները փակ կայնած են։ Էդի մեկ։ Երկրորդը, եթե այդքան բանը պետք է Ղարաբաղցի տղերքը անեին, այդ ուժեղ տղերքը, պետք է անեն սեպտեմբերին։ Եթե սեպտեմբերին չեն արել, 23 թվին, հոկտեմբերին չեն արել, 2 տարի հետո արդեն տնավորվել, արդեն երեխեքը դպրոցբան, ինչ ավել պակաս խոսալ։ Երրորդն էլ Նիկոլ Փաշինյանին պետք չի սպառնալ։ Նիկոլ Փաշինյանը պետք է դատարանի դեմ կայնի ու պատասխան տա։ Ոչ մեկ է ուզում ասել, որ իմ կարծիքով սա Ադրբեջանի հատուկ ծառայությունների ձեռագիրն է հայ ազգը մասնատելու համար։ Իսկ Նիկոլ Փաշինյանի թիմը դա վերցրեց եւ մատի փաթաթան սարքեց, լեզվի փաթաթան սարքեց, ու ստե հայ ազգը բաժանում է արցախցի եւ հայաստանցի։ Շնորհակալություն։